Ողջույն սիրելիներս, Ռաֆայելով որ յուն է, այսօր պատրաստում ենք մի բան, որից ամբողջ տունը հոտով է լցվում, մսով փափուկ խրխրթան և աներևակայալի համեղ թխվածք, որը մի անգամ փորձելուց հետո հաստատ կդառնա ձեր և ձեր ընտանիքի սիրելին։ Դե ինչ սկսենք պատրաստելը։ Պատրաստում ենք խմորը, ամանի մեջ լցնում ենք գոլ ջուր, գոլ կաթ, ջերմաստիճանը շատ կարևոր է խմորը հասունանալու համար, եթե լինի սառը, խմորը չի հասունանա, եթե լինի տաք, նույնպես չի հասունանա, պետք է գտնեք ճիշտ ջերմաստիճանը, գոլից մի փոքր տաք։ Լցնում ենք բոլոր բաղադրիչները, ես ավելացրեցի աղ, շաքարավազ, ավելացրեցի ձու, այս ամենը լավ խառնում ենք և սկսում ենք աստիճանաբար ավելացնել ալյուրը, պետք է ստանանք ձեռքերին թույլ կպնող խմոր։ Երբ խմորը պնդանում է, վերջում ավելացնում ենք բուսայուղը, մոտավորապես 5 րոպե ձեռքով հարում ենք, ամանը ծածկում ենք սննդային թաղանթով և դնում ենք տաք տեղ, որպեսզի հասունանա։ Եվ մինչ խմորը կհասունանա, այդ ընթացքում կպատրաստենք շատ համեղ միջուկ։ Դրա համար կաթսայի մեջ լցնում ենք միսը և սկսում ենք տապակել։ Եվ մինչ միսը լավ կտապակվի, այդ ընթացքում կտրատում ենք բանջարեղենները։ Այս ամենը լցնում ենք մսի վրա, խառնում ենք և թողնում ենք, որպեսզի շարունակվի տապակվել։ Այստեղ ավելացնում ենք 1 կտոր կարագ, ավելի համեղ և հյութեղ միջուկ ստանալու համար։ Միջուկը գրեթե պատրաստ է, բույրը ուղղակի անմահական է, տարածվել է ողջ տնով, ավելացնում ենք լոլիկը և սխտորը, թողնում ենք 2-ից 3 րոպե տապակվի, որից հետո արդեն կավելացնենք համեմունքները, ես ավելացնում եմ աղ, կարմիր և սև պղպեղներ։ Դե իսկ վերջում կավելացնենք թարմ կանաչի, ինձ մոտ սա միտ և համեմ է, և կթողնենք, որպեսզի մեր միջուկը մի փոքր սառի։ Անցնենք խմորին, խմորը ինձ մոտ տեսեք, թե որքան է հասունացել, խմորը բաժանում ենք մասերի և պատրաստում ենք գնդեր, թողնում ենք մոտավորապես 5-ից 10 րոպե, որպեսզի հանգստանան, որից հետո արդեն սկսում ենք պատրաստել մեր համեղությունը։ Այստեղ մեզ անհրաժեշտ է նաև հալվող պանիր, որը պետք է անցկացնել քերիչով։ Իսկ մնացածը անում ենք այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։
Ահա տեսեք, թե որքան գեղեցիկ են ստացվում։ Վերջում անպայման քսում ենք ձու, ավելի գեղեցիկ երանգ ստանալու համար։ Ջեռոցը միացնում, տաքացնում ենք 170 աստիճան եւ տեղափոխում ենք ջեռոց թխվելու, մինչեւ գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։ Վերջում հանում ենք, մի փոքր քերած պանիր ենք ավելացնում եւ պատրաստ է։ Ահա եւ վերջ, սիրելիներս, շնորհակալ եմ, որ մինչեւ վերջ մնացիք, հուսով եմ այս բաղադրատոմսը կդառնա ձեր ընտանիքի սիրելին։ Եթե ձեզ դուր եկավ, մի մոռացեք լայքել, մեկնաբանել եւ բաժանորդագրվել իմ ալիքին, նոր համեղ գաղափարները բաց չթողնելու համար։ Սիրով ձեր Ռաֆայելո for you։ Իսկ այն մարդիկ, ովքեր հենց նոր բաժանորդագրվեցին իմ ալիքին եւ նոր են ծանոթանում Ռաֆայելո for you ալիքի հետ, կարող եք մտնել իմ ալիք, ուսումնասիրել տեսանյութերը եւ գտնել ձեր սիրելի բաղադրատոմսը եւ գրել մեկնաբանություններում։